Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել թանկաբոլ միջավայրում եւ այսօր ծանոթանալու ենք ցիկլերին։ Եկեք նախ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում ցիկլ ասվածը։ Ցիկլերը ծրագրավորման մեջ մեզ օգնում են կրկնել գործողություններ։ Այսինքն, եկեք փորձենք պատկերացնել այն մեր առօրյա կյանքի վրա, ինչ գործողություններ ենք մենք կատարում օրինակ ամեն օր։ Արթնանում ենք, լվացվում ենք, լվանում ենք մեր ատամները եւ այդպես ամեն օր կրկնվում է այդ նույն գործողությունը։ Կամ օրինակ պատկերացրեք, որ դուք պետք է ցանեք սերմեր եւ պետք է այն գործողությունը կրկնեք մի քանի անգամ։ Երբ որ օրինակ 5 անգամ կրկնեցիք, այդ դեպքում համարվում է, որ ձեր աշխատանքը ավարտվեց։ Ծրագրավորման մեջ ցիկլի աշխատանքը տեղի է ունենում նույն կերպ, այսինքն մենք նրան նշում ենք, որպեսզի այն կրկնի գործողությունները, բայց կարող ենք նշել, որ այդ գործողությունները կրկնվեն ոչ թե անվերջ, այլ կոնկրետ քանակությամբ։ Կամ տանք պայման, որ գործողությունը պետք է կրկնվի մինչև այս պայմանի տեղի ունենալը։ Եվ եկեք հիմա արդեն ծանոթանանք այդ ցիկլերին թանկաբոլ միջավայրում, ստեղծենք նոր նախագիծ, որը կանվանենք loops, եւ միանգամից անցում կատարենք blocks բաժին։ Այստեղ blocks բաժնում մուտք են գործում կրկին control բաժինը եւ մի քիչ ներքևում կտեսնենք այդ բոլոր ցիկլերը։ Առաջին հերթին այստեղ կա forever ցիկլը, որը որ կրկնվում է գործողությունը անվերջ։ Իհարկե մենք ունենք հնարավորություն նաև գործողությունը ընթացքում դադարեցնել, ինչ որ պահից նրան ստոպ անել, բայց հիմնականում forever-ը նախատեսված է անվերջ կրկնելու համար։ Հաջորդը տեսնում ենք repeat 10 times, այսինքն այս ցիկլի օգնությամբ մենք գործողությունը կատարում ենք կոնկրետ քանակությամբ։ Կոնկրետ այստեղ նշված է 10, բայց մենք կարող ենք այդ քանակությունը փոխել։ Հաջորդ ցիկլը, որը կոչվում է count, այն ծրագրավորման տարբեր լեզուներում հայտնի է for անվանումով։ Եվ նա աշխատում է հետևյալ կերպ։ Այստեղ տեսնում ենք, որ նրա ներսում ստեղծված է i փոփոխական, i անվանումով փոփոխական։ Այն ծառայում է մեզ որպես հաշվիչ, այսինքն i փոփոխականի մեջ կոնկրետ այս օրինակում 1-ից 10 թվերը հերթով հաշվելով գնալու է։ Եվ կարող եմ այստեղ նշել նաև ինչ քայլով, այսինքն նա կատարի 1 քայլ, գումարի անդադար 1 մինչև հասնի 10 թվին, թե այլ արժեք գումարի։ Իհարկե մենք քիչ հետո կտեսնենք օրինակի վրա այս ցիկլի աշխատանքը։ Այսա նույնպես համարվում է քանակական ցիկլ, քանի որ այստեղ դուք նշում եք, թե ինչ քանակությամբ կատարի ցիկլը։ Մեր i փոփոխականի մեջ կատարվում է 1-ից մինչև 10 թվերի հաշվարկը, եւ այդ հաշվարկի ընթացքում ես կարող եմ նշել, թե ինչ գործողություններ կատարի իմ համակարգիչը։ Մենք այս ցիկլի հետ քիչ հետո կաշխատենք։ Հաջորդ ցիկլը այստեղ for each ցիկլն է, որը նույնպես առկա է տարբեր ծրագրավորման լեզուներում։ Այն նախատեսված է աշխատելու հավաքածուների կամ ցուցակների հետ։ Մենք մեր հաջորդ տեսադասում սովորելու ենք ցուցակները եւ այդ ժամանակ նաեւ կծանոթանանք այս ցիկլի աշխատանքին։ Վերջին ցիկլը դա repeat while ցիկլն է։ Ծրագրավորման մյուս լեզուներում հայտնի է հենց while անվանումով ցիկլը, որ կատարում է գործողությունը մինչև ինչ-որ պայմանի տեղի ունենալը։ Եկեք հիմա անցում կատարենք արդեն մեր դիզայնը եւ փորձենք ստեղծել որևէ փոքր ծրագիր, որը որ հերթով կցուցադրի, կհաշվի 1-ից օրինակ մինչև 10 թիվը կամ 5 թիվը կամ անվերջություն։ Եվ բոլոր ցիկլերով մենք կփորձենք այս խնդիրը լուծել։ Դիզայն բաժնում ընդհանրապես տեղադրում ենք մեկ label, քանի որ մենք label-ի մեջ ենք տեսնելու այդ թվերի աճը։ Սկսելու ենք 1 թվից եւ հաշվարկելով գնալու ենք մինչև կամ կոնկրետ արժեք կամ անվերջ։ Իհարկե մենք այս բանին կսկսենք անվերջից։ Այստեղ ընդհանրապես նշում ենք, որ երբ մեր էկրանը բացվում է, when screen 1 opens, այդ ժամանակ տեղադրում ենք միանգամից մեր ցիկլը, այս դեպքում ես ուզում եմ տեղադրվի forever block-ը։ Եվ forever-ի մեջ պետք է նշեմ, որպեսզի իմ label 1-ի տեքստի մեջ գրված թիվը օրինակ անդադար ավելանա։ Բայց քանի որ իմ label-ը իրենից ներկայացնում է տեքստ եւ ես նրան չեմ կարող գումարել որևէ թիվ, այդ պատճառով այստեղ պետք է ստեղծեմ փոփոխական։ Ես ստեղծում եմ փոփոխական, որը կանվանենք number եւ նրա սկզբնական արժեքը կգրենք 0։ Այն 0-ից կսկսի հաշվել մինչև որևէ արժեք։ Forever block-ի մեջ նշում եմ, որ նա անդադար, այսինքն number փոփոխականի արժեքը մեծացնի 1-ով։ Այդ պատճառով վերցնում եմ փոփոխականների բաժնից change block-ը եւ տեղադրում այն label 1-ի վերևում։ Իհարկե չենք մոռանում նշել, որ այս փոփոխականի արժեքը գումարվելուց հետո ցույց տա մեր label 1-ի մեջ։ Դրա համար վերցնում ենք փոփոխականներից այս բլոկը եւ դնում այստեղ։ Հիմա եկեք փորձարկենք ու տեսնում ենք, որ մեր թվերը շատ արագ կերպով աճում են, անընդհատ նա մեր փոփոխականին գումարում է 1, դա forever block-ի օգնությամբ է տեղի ունենում։ Իհարկե մենք կարող ենք մի քիչ դանդաղացնել ընթացքը եւ տեղադրել forever-ի մեջ wait block-ը։ Այստեղ control բաժնից վերցնենք wait 1 second
Եվ եթե հիմա տեղադրելուց հետո կրկին փորձարկենք, կտեսնենք, որ ավելի դանդաղ է տեղի ունենում թվերի աճ, այսինքն վայրկյանը 1 է տեղի ունենում։ Կարելի է ասել, մենք ժամանակն ենք հիմա հաշվարկում վայրկյանների քանակը։ Սա forever block-ի աշխատանքը, որը ինչպես նկատեցիք, գործողությունը կատարում է անվերջ։ Հիմա եկեք դիտարկենք մյուս ցիկլը, որը կատարում է գործողությունը կոնկրետ քանակությամբ։ Օրինակ, այս repeat block-ը, այստեղ նշված է 10 արժեքը, հետևաբար մեր գործողությունը կկատարվի 10 անգամ։ Ինչը նշանակում է, որ նա 0-ից սկսելու է հաշվել, բայց երբ հասնի 10-ին, նա պետք է կանգ առնի, արդեն ավարտվում է ցիկլը։ Եկեք այստեղ փորձարկենք եւ տեսնում ենք, որ այն հիմա հաշվելով գնում է, կրկին վայրկյանը 1 փոխելով արժեքները, երբ որ հասնում է 10-ին, նա կանգ է առնում։ Քանի որ նշել էինք, որ ընդամենը 10 անգամ կատարի այդ գործողությունը։ Եթե օրինակ 10-ի փոխարեն գրեմ 20, նա այս գործողությունը կկատարի ընդամենը 20 անգամ։ Հիմա արդեն կարող ենք անցում կատարել մեր muse բլոկին եւ փորձենք այս նույն խնդիրը լուծել արդեն count ցիկլի օգնությամբ։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես է աշխատում count ցիկլը։ Պատկերացրեք այսպիսի առօրյա մեկ օրինակ, որ ձեզ հանձնարարված է, որ դուք այգու որևէ ծառից, օրինակ խնձորենից, քաղեք 10 խնձոր։ Եվ ամեն անգամ, երբ դուք խնձորը քաղում եք ու տեղադրում եք զամբյուղի մեջ, դուք հաշվում եք, թե որքան է կազմում արդեն խնձորների քանակը զամբյուղի մեջ։ Եվ ինչպես ենք դա հասկանում, մենք ամեն անգամ քաղելուց հետո մեր մտքում ավելացնում ենք քանակը 1-ով, որ արդեն եւս 1 խնձոր ավելացավ զամբյուղում։ Այստեղ count cycle-ը աշխատում է նույն տրամաբանությամբ, քանի որ համակարգիչը նույնպես ունի հիշողություն եւ նա չի կարող օդում մտապահել թվեր, նա պետք է դա հիշի փոփոխականի մեջ։ Այդ պատճառով այստեղ count cycle-ի մեջ մենք տեսնում ենք փոփոխական I անվանումով։ Նա այդ փոփոխականի մեջ 1-ից սկսած հաշվելու է թվերը մինչև 10-ը եւ ամեն անգամ արժեքը ավելացնելուց հետո նա նոր արժեքը պահպանում է այդ փոփոխականի մեջ, որpիսի մեզ նման հիշի, թե արդեն որերորդ անգամ է նա այդ գործողությունը կատարում։ Այսինքն սկզբից այն պահում է 1 արժեքը այդ փոփոխականի մեջ, գործողությունը կատարում է, գործողությունը կատարելուց հետո նա ավելացնում է այդ փոփոխականի արժեքը եւս 1-ով եւ այստեղ տեսնում ենք 10 արժեքը, դա նշանակում է, որ նա գործողությունը պետք է կատարի մինչև հասնի 10 թվին, այսինքն փաստացի ստացվում է 10 անգամ է նա կատարելու այս գործողությունը։ Իհարկե, այս պահին մենք չենք հասկանում, թե ինչն է պատճառը այս ցիկլի, եթե կա ավելի պարզ տարբերակ repeat block-ը, որտեղ կարող ենք նշել 10 անգամ կրկնել, այստեղ պատճառը կայանում է նրանում, որ մենք կարող ենք օգտագործել նրա ներսում գտնվող i փոփոխականը եւ լուծել այլ խնդիրներ։ Քիչ հետո նաեւ կդիտարկենք մեկ այլ օրինակ։ Հիմա, եթե ես թեստավորեմ կրկին իմ այս ծրագիրը, տեսնում ենք, որ այն նույն կերպ աշխատում է եւ երբ որ հասնի 10 արժեքին, այն կանգ կառնի։ Նշեմ իհարկե, որ այստեղ քայլերի քանակը պարտադիր չի լինի 1, դուք կարող եք նաեւ 2 արժեքը տեղադրել, վերջին թվի մասին է խոսքը, որ նա սկսի 1-ից հաշվելով գնալ 10-ը, բայց անընդհատ գումարի 2։ Այսպիսով կստացվի 1, հետո 3, հետո 5 եւ այդպես ավելի արագ կհասնի 10-ին ու փաստացի գործողությունը կկատարվի 5 անգամ։ Հիմա եկեք մի փոքր պարզեցնենք այս օրինակը։ Տեսեք, մենք այստեղ ունենք number փոփոխական, որը կրկին 0-ից մինչև 10 թվերը ցույց էր տալիս։ Բայց քանի որ մեր for ցիկլի ներսում, count ցիկլի ներսում արդեն արկա է փոփոխական, որի մեջ կատարվում է 1-ից մինչև 10 թվերի հաշվարկը, մենք կարող ենք այստեղից արդեն հեռացնել մեր number փոփոխականը, քանի որ մեր ցիկլը մեր փոխարեն արդեն ստեղծել է այդ փոփոխականը։ Ես այն ջնջում եմ change block-ը, այստեղ set label 1-ին կցում եմ արդեն այս իմ I փոփոխականը։ Եվ կրկին, եթե թեստավորեք, տեսնում ենք, որ ծրագիրը աշխատում է նույն կերպ։ Այսինքն count ցիկլի առանձնահատկությունը կայանում է հենց սրանում, որ մենք կարող ենք օգտագործել նրա հաշվիչ փոփոխականը։ Օրինակ նաև կարող ենք նշել գումարել 1-ից 10 թվերը։ Հիմա անցնենք առաջ եւ արդեն փորձարկենք նույն խնդրի դեպքում muse ցիկլը, որը կոչվում է while։ Եկեք այստեղ տեղափոխենք արդեն այս բլոկերը եւ կրկին վերադառնանք մեր նախորդ փոփոխականին, number փոփոխականին, քանի որ while-ի մեջ արկա չէ փոփոխական։ Կոդը վերադարձնենք իր նախկին տեսքին եւ այդ ամենը տեղադրենք այս do-ի հատվածում։ Բայց այստեղ քանի որ նշեցինք while-ը ստուգում է պայմաններ, մենք պետք է ստուգենք, թե երբ է մեր number փոփոխականը հասնում 10-ի, քանի որ այդ դեպքում պետք է ավարտվի մեր ցիկլի աշխատանքը։ Եվ այստեղ հասկանանք ընդհանուր ծրագրի կառուցվածքը, while-ը թարգմանաբար նշանակում է քանի դեռ եւ ստացվում է, որ քանի դեռ իմ number փոփոխականի արժեքը փոքր է 10-ից, դու պետք է կատարես հետեւյալ գործողությունների շարքը եւ do-ի հատվածում գրում ենք այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն։
Եվ երբ արդեն in number փոփոխականի արժեքը 10-ից փոքր չի լինի, այսինքն մեծ կամ հավասար կլինի, այդ դեպքում նա դադարեցնի ցիկլի աշխատանքը։ Եվ այստեղ շատ կարևոր է կենտրոնանալ այս հատվածի վրա, որ ոչ թե դադարում է մեր ծրագրի աշխատանքը հավելվածի, այլ ավարտվում է կոնկրետ while ցիկլի աշխատանքը։ Ինչը նշանակում է, որ եթե ես while ցիկլից հետո գրեմ մեկ այլ գործողություն, օրինակ եկեք տեղադրենք, որ ցիկլի ավարտից հետո նա label-ի մեջ գրի, որ ցիկլը ավարտվել, ցիկլի աշխատանքը ավարտվել է։ Եվ այստեղ գրենք այդ տեքստը ցիկլը ավարտվեց։ Հետևաբար, եթե հիմա թեստավորենք, եւ երբ որ իմ այս label-ի մեջ թվային արժեքը կհասնի 10-ին, այդ ժամանակ նա այդ թիվը կփոխի եւ կգրի ցիկլը ավարտվեց։ Ստացվում է, որ յուրաքանչյուր ցիկլի դեպքում, եթե ցիկլի աշխատանքը ավարտվել է, դա չի նշանակում, որ ծրագիրը ավարտվել է, այլ ընդհակառակը ավարտվել է ծրագրի այդ հատվածը եւ նրանից հետո գրված հրամանները միևնույնն է կատարվելու են։ Անցնենք առաջ եւ ծանոթանանք նաեւ ցիկլի երկրորդ հատվածին։ Այստեղ եթե սեղմենք while-ի վրա կտեսնենք, որ կա մեկ այլ բառ, որը կոչվում է until։ Սա մեր while-ի հակառակ իմաստը ունի, եթե while-ը կատարում էր գործողությունը, քանի դեռ այսպես էր մեր number փոփոխականի արժեքը, until-ը կատարելու է գործողությունը մինչև մեր փոփոխականի այդ արժեքին հասնելը։ Այսինքն ես ասում եմ մինչև number-ի 5 դառնալը, դու պետք է կատարես այս գործողությունը։ Ուղղակի որպեսզի ավելի կարճ տևի մեր այս ծրագրի աշխատանքը, եկեք 10-ի փոխարեն գրենք 5։ Սա մեր ցիկլի տրամաբանությունը մի քիչ հակառակն է փոխում, while-ի դեպքում պետք է կատարել գործողությունը, քանի դեռ number-ը փոքր էր, իսկ until-ի դեպքում կատարել գործողությունը մինչև դառնաս 10-ից կամ 5-ից մեծ կամ հավասար։ Այսպիսով կրկին այս եղանակով աշխատեց մեր ծրագիրը։ Այսպիսով մենք ծանոթացանք Thank-Bloom առկա բոլոր ցիկլերին, նաև հասկացանք, որ այս ցիկլերի մեծամասնությունը առկա է բոլոր ծրագրավորման լեզուներում, եւ այս ցիկլերը հնարավորություն են տալիս բարձրացնել մեր ծրագրի, մեր բջջային հավելվածների ֆունկցիոնալությունը, քանի որ արդեն մեր հավելվածները կարող են կատարել շատ ու շատ գործողություններ եւ նույն գործողությունները կրկնել մի քանի անգամ։ Իսկ մյուս տեսադասին մենք արդեն կծանոթանանք for each ցիկլին, ինչպես կնաև կսովորենք, թե ինչ են իրենցից ներկայացնում ցուցակները։ Իսկ այս տեսադասի համար այսքանը, շնորհակալություն։